Ողջույն, եկեք այսօր միասին պատրաստենք շատ համեղ մշնաբույն, ինչ է հարկավոր մեզ խմորի համար։ Մեզ հարկավոր է 4 սձու, 100 գրամ փափկեցրած կարագ, 150 գրամ շաքարավազ, 60-ից 70 մլ կաթ, 1 թեյի գթալ սոդա, 1 դեսերտի գթալ քացախ եւ իհարկե այլուր։ Անցնենք գործի, սկսենք պատրաստել։ Առաջին հերթին ամանի մեջ լցնում ենք 4 սձուն, 150 գրամ շաքարավազը, 1 բաժակ կաթը եւ 100 գրամ փափկեցրած կարագը։ Այս ամենը լավ խառնում ենք։ Մի փոքր հարում ենք, ավելացնում ենք 1 թեյի գթալ սոդան եւ 1 դեսերտի գթալ քացախ։ Ես օգտագործում եմ գինու քացախ։ Այս ամենը կրկին լավ հարում ենք։ Մի փոքր հարելուց հետո ավելացնում ենք ալյուրը եւ հունցում ենք ձեռքերին չկպնող խմոր։ Խմորը մի փոքր պնդանալուց հետո լցնում ենք սեղանի վրա եւ հունցում ենք փափուկ խմոր։ Խմորը արդեն պատրաստ է, թանկագիններս, տեսեք, ձեռքերը մաքուր դուրս է գալիս խմորի միջից։ Ես շատ ալյուր չեմ ավելացնում, քանի որ չեմ սիրում, երբ որ մշնաբույնը ալյուրը շատ են անում եւ ալրահամ է գալիս։ Ընդհանուր խմորին ինձ մոտ գնաց 650 գրամ ալյուր։ Այժմ կբաժանենք 2 մասի, կամ որպեսզի ավելի շուտ սառի, կարող ենք բաժանել 3 մասի։ Բաժանում ենք 3 մասի, դնում ենք պոլիէթիլենային տոպրակի մեջ եւ ուղարկում ենք սառցախցիկ 20 րոպե։ Որպեսզի խմորը մի փոքր սառի, կարողանամ քերիչով անցկացնել։ Արդեն անցավ կես ժամ, խմորները բավականաչափ սառել է, սկուտեղի մեջ լցնում ենք ալյուր եւ սկսում ենք քերիչով անցկացնել խմորը։ Մի փոքր թաթախում ենք ալյուրի մեջ եւ սկսում ենք քերիչով անցկացնել։ Ինչպես տեսնում եք, ամբողջ խմորը քերիչով անցկացրեցինք։ Տեսեք, թե որքան լավ զանգված ենք ստացել։ Այժմ մաղի օգնությամբ ավելորդ ալյուրը կմաղենք եւ կտեղափոխենք մեկ այլ սկուտեղ։
Ամբողջ խմորը մաղով անցկացնում ենք, ինչքան հնարավոր է ավելորդ ալյուրը հանում ենք, որովհետև մեզ այն հարկավոր չէ։ Եվ ստանում ենք նմանատիպ զանգված։ Լցնում ենք սկուտեղի մեջ եւ ուղարկում ենք նախոր օգտագործած ջեռոցը 200 աստիճանի տակ պետք է թխենք մինչև վարդագույն երանգ ստանալը։ Ընթացքում հարկավոր է ջեռոցի դուռը բացել եւ այսպես խառնել, որպեսզի ամբողջովին հավասարաչափ ստանանք մեր ցանկացած կարամելային երանգը։ Դե ինչ, թխեմ եւ վերադառնամ շարունակենք։ Այժմ պատրաստենք կրեմը։ Կրեմի համար մեծ կաթսայի մեջ լցնում ենք 250 գրամ կարագ, ավելացնում ենք 1 թեյի գթալ վանիլային շաքար, ավելացնում ենք 2-ից 3 ճաշի գթալ մեղր, եւ ավելացնում ենք 1 տուփ եփած խտացրած կաթ։ Այս ամենը դնում ենք գազօջախի եւ հասցնում ենք այն աստիճանի, որպեսզի բոլոր մթերքները լավ հալվեն։ Երբ որ տեսնում ենք զանգվածը արդեն ամբողջովին հալվում է, ավելացնում ենք խմորի հատիկները։ Բավական է, անջատում ենք գազօջախը եւ հենց գազօջախի վրա տաք վիճակում ավելացնում ենք արդեն պատրաստի խմորը։ Եվ խառնում ենք։ Միջուկը արդեն պատրաստ է, հոյակապ միջուկ ենք ստացել, սկսում ենք ձևավորել մշնաբույնը։ Վերցնում ենք տարբեր տեսակի բաժակներ, ինչով որ պետք է պատրաստենք, կամ ձևամաններ։ Ես վերցրել եմ նմանատիպ սուրճի բաժակ, կձևավորեմ այս անգամ այս բաժակով, կարող եք վերցնել տարբեր տեսակի սուրճի բաժակներ, քանի որ բաժակները միշտ լինում են տարբեր, ըստ այդմ մշնաբույնը լինում է տարբեր։ Ահա, հենց այսպես։ Եվ շրջում ենք արդեն մատուցվող ամանի մեջ։
այս չափաբաժնից ինձ մոտ ստացվում է մոտ 20 հատ։ Քանի որ ես այս մշնաբույները պատրաստել եմ տղայիս խնդրանքով, իսկ վաղը նրա ծննդյան օրն է, նա ցանկացել է, որ չպատրաստեմ դասական բիսկվիտով տորտ ծննդյան տոնի կապակցությամբ, պատրաստեմ մշնաբույնով եւ յուրահատուկ տորտ պատրաստեմ։ Դրա համար այս պատրաստած մշնաբույները կուղարկեմ սառնարան, կթողնեմ ողջ գիշեր կմնա, իսկ առավոտյան կտեսնեմ, թե ինչպես կարելի է ձևավորել եւ ստանալ գեղեցիկ տորտ։ Մի փոքր շոկոլադե սալիկի վրա կաթ ենք ավելացնում, դնում ենք միկրոալիքային վառարանը, հալեցնում ենք, լավ խառնում ենք եւ ստանում ենք շատ գեղեցիկ գլազուրային զանգված։ Այժմ այս զանգվածով կձևավորենք եւ կբերենք վերջնական տեսքի։ Ահա թանկագիններս, մեր շքեղ տորթի վերջնական տեսքը, հուսով եմ ձեզ դուր եկավ, պատրաստվում է շատ արագ եւ ստացվում է շատ համեղ։ Նման տորթից ոչ ոք չի հրաժարվի, հուսով եմ տղայիս դուր կգա, հենց այս տորթով էլ կշնորհավորենք նրա ծննդյան օրը, դուք էլ անմասն մի մնացեք եւ ձեր ջերմ մեկնաբանություններով շնորհավորեք որդուս ծննդյան օրը։ Այսօր էլ այսքանը թանկագիններս, մաղթում եմ բոլորիս հաճելի եւ ուրախ օր։ Առիթից օգտվելով շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր ծնվել են մարտի 17-ին։ Ձեզ ասում եմ ցտեսություն, հանդիպելու ակնկալիքով։